Հորմուզը փակ է, բանակցությունները փակուղում, իսկ Վաշինգտոնից հնչում են նոր սպառնալիքներ։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի ամենազգայուն հարցերից մեկը։ Նեղուցի բացման հնարավորությունը հեռախոսով քննարկել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Թուրքիայի ԱԳՆ-ն բանակցությունների մանրամասները չի հրապարակել։ Մինչդեռ ավելի վաղ Ալ-Արաբիան հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։ Դիվանագիտական բանակցություններին զուգահեռ Վաշինգտոնից հնչում են կոշտ հայտարարություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը պետք է հանձնվի։ Թրամփը միաժամանակ զգուշացրել է, որ եթե Օմանը խոչընդոտի ամերիկյան գործողություններին, կարող է հարվածների թիրախում հայտնվել։ Իսկ Գազայի հարցում նա հայտարարել է, որ Համասը համաձայնել է զենքը վայր դնել։ Թրամփի ուշադրության կենտրոնում, սակայն, միայն Մերձավոր Արևելքը չէ։ ԱՄՆ նախագահը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հնարավոր բանակցությունների մասին։ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատասխանել է իր երկու երկրների միջև բանակցություններ անցկացնելու առաջարկին։ Երկու առաջնորդները նախկինում 3 անգամ հանդիպել են, իսկ Կիմ Չեն Ընը դեռ 2025-ին չէր բացառել Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսումը։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ Գազայի հարցում միջնորդական ջանքերի հնարավոր ձախողման պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Նրա խոսքով Համասը համաձայնել է միջնորդների առաջարկած տարբերակին՝ զինաթափում, իսրայելական զորքերի դուրսբերում և միջազգային ուժերի տեղակայում։ Ֆահմին պնդում է, որ Իսրայելը չի ընդունում այդ պայմանները և ցանկանում է պահպանել ռազմական ներկայությունը Գազայում։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա։ Տարածաշրջանում ռազմական լարվածության ևս մեկ օջախ է շարունակում մնալ Եմենը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքն ահազանգ է հնչեցրել Եմենում ռազմական գործողությունների սրման մասին։ Նրա խոսքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է և կա վտանգ, որ երկիրը կրկին կներքաշվի լայնածավալ պատերազմի մեջ։ Գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը զանգվածային անօդաչու հարձակման են ենթարկվել։ Մարզային իշխանությունների տվյալներով տուժել է առնվազն 3 մարդ, այդ թվում 10-ամյա աղջիկ։ Անօդաչուների բեկորներից վնասվել են տներ, խանութներ, մեքենաներ և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Բոգորոդսկում հրդեհ է բռնկվել Վայլբերիսի պահեստային համալիրում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ տասնյակ անօդաչուներ են ոչնչացվել։ Հարձակման պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է նաև Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության 3 քաղաքացու, այդ թվում լրագրող Իվան Կնյազյևի և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի նկատմամբ։ Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է հրապարակային ելույթներով երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու, ատելություն հրահրելու և ահաբեկչության կոչեր հնչեցնելու համար։ Քանի որ 3-ն էլ Ադրբեջանում չեն, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է սահմանվել։ Իրավապահները դիմել են նաև Ինտերպոլին։ Եվ վերջում, Բելգիայի արևելքում Գերմանիայի սահմանին մոտ դեռ չեն կարողանում ամբողջությամբ մարել խոշոր անտառային հրդեհը։ Օգոստոսի 14-ին բռնկված կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 3000 հեկտար տարածք։ Հրդեհի դեմ պայքարին միացել են հարևան երկրները։ Ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 500 հրշեջ և փրկարար, իսկ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։